Շուկայում ապօրինի ներկրվող ժամկետն անց կամ օգտագործման համար ոչ պիտանի դեղերի շրջանառությունը երբեմն լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար։ Պատճառները բազմազան են, դրանք հաճախ չունեն սահմանված վերահսկողություն, չեն համապատասխանում չափանիշներին ու կարող են պարունակել վնասակար նյութեր։ Բացի առողջապահական ռիսկերից, խնդիրը կարևոր է նաև շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, քանի որ դեղերի ոչ պատշաճ ոչնչացումը կարող է հանգեցնել վտանգավոր թափոնների տարածմանը։ Այս թեմայով Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում դեղերի մասին օրենքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի շրջանակում։ Ապօրինի ներկրված դեղերի շրջանառության կանխարգելման համար պետք է ունենալ հստակ վերահսկելի համակարգ, որը կապահովի դեղերի անվտանգ ոչնչացումը և թույլ չի տա դրանց կրկնակի հայտնաբերումը շուկայում։ Իսկ թե ինչպես կվերահսկվի շուկայում արդեն իսկ հայտնված այդպիսի դեղերի ոչնչացումը, պարզաբանում է հանձնաժողովի նախագահը։ Խոսքը վերաբերելու է ավելի կոնկրետ տեսանկարահանման process-ին դեղորայքի ոչնչացման, որպեսզի համապատասխան կազմակերպությունները զինվեն օբյեկտիվորեն ավելի տեխնիկական այնպիսի պայմաններով, կոնկրետ տեսախցիկներով, որպեսզի ոչնչացման process-ը դեղորայքի հնարավորություն լինի մանրամասն տեսանկարահանել եւ ներկայացնել համապատասխան մարմին։ Հետագայում արդեն տեխնիկական բնութագրերը եւ համապատասխան վերազինման պահանջները ավելի հստակ կառավարության որոշմամբ կներկայացվի համապատասխան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին։ Նախագծերի փաթեթի վերաբերյալ դրական գնահատականներ են հնչեցրել թե առողջապահության, թե շրջակա միջավայրի նախարարություններից։ Վանիկ Օհանյանը վստահեցնում է, շուտով օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։